Պարոն Բագրատյան, վերջին օրերին ամենաշատը քննարկվում է Հայաստանում բարերար գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հարցը։ Սամվել Կարապետյանը քրեական գործի հիմքը ընդամենը նրա հայտարարությունն էր։ Դուք այստեղ միայն քաղաքական հետապնդման միտում եք տեսնում, թե Նիկոլ Փաշինյանը այլ վախեր էլ ունի Սամվել Կարապետյանին կալանավորելով։ Ինչ վախ։ Այլ ինչ վախ։ Օրինակ, իր թիմակիցներն ասում են, որ Ռուսաստանի Դաշնությունն այս ամեն ինչում խառնված, դրա համար էլ աշխարհաքաղաքական հետք են տեսնում այս ամենում։ Ինչ աշխարհաքաղաքական հետք։ Նիկոլ Փաշինյանը արել է քաղաքական քայլ, քաղաքական ձեռնոց է նետել Սամվել Կարապետյանին։ Ինչ պատճառներով Ռուսաստան, չգիտեմ, Ամերիկա հիմա մենք կսկսենք խառնել իրար։ Ես չեմ կարծում դա տեղին է։ Սամվել Կարապետյանը տիրապետում է հետցին, այսօր առնվազն 40-50 հազար ձայն ունի գրպանում, հասկանում եք։ Եվ նրան ասում են կանխորոշիչ քայլ է արել, կանխարգելիչ քայլ է արել Նիկոլ Փաշինյանը, այդ 40-50 հազար ձայնը չգնա այնտեղ։ Եվ ոչ միայն իրան ձերբակալել է, այլ հայտարարություն է արել, որ պատրաստվում է պետականացնել հետը։ Ազգայնացնել։ Այո։ Ինչպես է դա հնարավոր, ընդհանրապես նման ձեռնարկություններ ինչպես է հնարավոր ազգայնացնել։ Ու տվյալ պարագայում հետը։ Եկեք հասկանանք իրար ինչ ենք խոսում։ Շատ ուշադիր եղեք, մենք փորձառու բաներ ենք, քաղաքական գործիչ եւ փորձառու լրագրող ենք։ Ազգայնացում չի ասա, պետականացում։ Ազգայնացում բառը օգտագործել է Արտուր Հովհաննիսյանը, ԿՊԱ-ական։ Դրանք տարբեր բաներ են, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ազգայնացում աննային այդպես բան չկա։ Այդպես իրավական գործողություն կարելի է պետականացնել հասարակական շահի ներքո Դադարանի որոշման հիման վրա։ Հիմա պետականացնել է։ Բայց դա պետականացնելու համար պետք է հիմնավորվի, որ հանրային շահին հակասում է դրա գոյությունը։ Ասում եմ բողոքներ եմ ներկայացնում, որ հետը լավ չի աշխատում։ Գնում եմ գյուղեր, մարզեր, այնտեղ ասում եմ։ Դա սուտ ասում, ինքը սուտ ասում դա։ Բողոքներ կան, միշտ էլ լնում է, որ հոսանք անջատվի, հասկանում եք, ես չեմ հիմա արդարացնում հետը եւ ընդհանրապես կարծում եմ, որ այն գլխից, երբ որ ես վարչապետ էի, դա բաժանված էր 5 հատվածի, որ իրար հետ մրցակցեն։ Բայց հետը ունի վարկային ռեյտինգ, համաշխարհային ռեյտինգ ունի, որն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ավելի բարձր է, քան թե Հայաստանի Հանրապետության բանկային համակարգին։ Իսկ եթե մենք համատենք նրա հետ ինչ դարավ հետը, երբ որ վաճառվեց Սամվել Կարապետյանին, ապա պետք է ասել, որ պարզապես նա փրկել է վերջի 7-8 տարում մենք ունենք շատ ավելի լավ էլեկտրոէներգիայի մատակարարում, քան թե Գլադունչիկի ժամանակ էր, հա, եւ կրկնում եմ, ունենք հիմնարկ, որը պարտքերը վերացրել է հսկայական, բացի այն, որ գումար է տվել գնել է հետի վրա հսկայական պարտքեր կային, որ չէին իմանում ինչ անեին, եւ ի վերջո կարելի ասել, որ ավելի լավ կարելի աշխատել անշուշտ, բայց սա, այսպես ասեմ, միջինից ավելի լավ աշխատանք է, սա լավ աշխատանք է ընդհանրապես որպես բիզնես։ Ուրիշ հարց, որ ես օրինակ կրկնում եմ, որ մենաշնոր կարգավիճակը խնդիրներ կարող է առաջ բերել հետագայում զարգացման առավել, բայց առայսօր ոնց ասեմ ձեզ, այսօրվա հետը Սամվել Կարապետյանի ընկերության տնօրինության կողմից մի գլուխ բարձր է, մի կարգով բարձր, քան թե նախկինում էր։ Այսինքն դարձնենք պետական, որ հիմա ԿՊԱ-ականներին գործի նշանակենք ու արդեն դրանից հետո սկսենք հոսանք չունենալ։ Ու հետո ասենք նախկիններում սա, քանի որ նախկինում վատ է շահագործվել, հոսանք չունենք։ Հայտնի բան է, նկարագրություն է, հայտնի պատկեր է։ Իրավական տեսանկյունից տնտեսական հիմնավորված քայլ է սա կամ կրկնում եմ, սա քաղաքական քայլ է, ձեռնոց են ներդրում քաղաքական քայլ։ Մարդու հասեին ինքն էլ իր ընկերներն էլ իր հարազատներն էլ ասում են նա բարերար է, նա վատ բան չի ուզում հայ ժողովրդի կողքին, նա պետք է ասի ձեռնոց ընդունում է։ Նա պետք է դառնա հայկական Իվանիշվիլի։ Ընդունում է բանտից ինքը մի քանի հայտարարություններ արել եւ ասում է պայքարում եմ։ Բայց հարազատները, բաները, չգիտեմ, կողքի շատ մարդիկ ասում են, բասենց լավ բարերար, բա մեր ընկերը մարդուն քաղաքական ձեռնոց են նետել, նա պետք է բացացնի այդ ձեռնոցը։ Տեղ է նրա փրկությունը, թե չէ հա կարող է պատահ իրան թույլ տան, ինչ որ ձևով ազատվի, մի քանի ամիս հետո գնա Ռուսաստան։ Սամվել Կարապետյանը պետք է ընդունի այդ քաղաքական ձեռնոցը, մանավանդ որ հենց որ նախկին նախագահները գլուխ են բարձրացնում, ինքը սկսում է նախկին, թալան եւ այլն եւ ժողովրդի ինչ որ մի մասին տանում է այդ կողմը։ Այս դեպքում սա չկա։ Սամվել
Կարապետյանը կոչված է դառնալ քաղաքական լիդեր։ Նույնիսկ եթե իր քաղաքական կարգավիճակն այնպեսին է, որ ինքը չի կարող մասնակցել, ասենք դառնալ վարչապետ, այդ պայմանները կան, չէ՞, մի քանի տարեկան միջին 180 օր եւ ավելի, ես չեմ խոսում նրա մասին, այդ ոնց էր որ Արմեն Սարգսյանին բերի Սարգսյանի նախագահ, բայց նույնիսկ այդ պարագայում ինքը կարող է եւ չդառնա քաղաքական գործիչ, ինքը պետք է իրադարձությունները իր ձեռքը վերցնի։ Հիմնի քաղաքական կուսակցություն կան չմնի հրավիրի մյուս կուսակցություններից մանավանդ որ մենք ունենք 2021 թվականի փորձը երբ որ երկու կուսակցությամբ գնացին հիմնական քաղաքական ուժերը որոնք կարող էին հաղթել ու պարտվեցին այս անգամ պարտությունը լինելու ավելի մեծ մենք քիչ ժամանակ ունենք մենք արդեն մտածում ենք իսկ մինչև մյուս ընտրություններ Հայաստանի Հանրապետությունն լինելու է թե չէ մենք բազմից ասել ենք որ գործող իշխանության մեջ շատ են այն մարդիկ որոնք իրենց փրկությունը տեսնում են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մեջ, դա իմ կարծիքն է, որովհետև այլապես եթե մնում է Հայաստանի Հանրապետությունը, նրանք պետք է պատասխան տան։ Պարոն Բագրատյան, երբ որ ասում եք ձեռնոցը պետք է վերցնի, այսինքն կուսակցություն ստեղծի եւ սկսի պայքարել փողոցային պայքարի կուսակցություն ստեղծի, լիքը կուսակցություն կհավաքի իր շուրջը։ Ո՞նց է վարվում այդ Իվանիշվիլին։ Բայց նա կալանավայրում է։ Հա կալանավայրից թող աշխատի, ինչ եղել։ Թող աշխատի։ Դուրս է գալու կալանավայրից, չի մնալու։ Նիկոլ Փաշինյանը արդյոք կթողնի այդ կոնսոլիդացիան տեղ ունենա, ինչը չի կարա չթողնի Նիկոլ Փաշինյանը։ Հայ ժողովուրդը այնուամենայնիվ մեր հարցումները ցույց են տալիս, որ ուզում է ապրել։ Պատկերացեք, շատ մարդիկ կան, որոնք թքած ունեն, ասում են թող թուրքերը գան, հələ մարդիկ էլ կան, ասում են կգան իրանց հետ կլկրտվեն եւ այլ, բայց հայ ժողովրդի մեծ մասը առողջ մարդը արդեն հասկանում է, որ իրան լինել չլինելու հարցն է։ Եվ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման եւ ԿՊ-ի պաշտոնավարման շարունակության դեպքում խիստ հարցականի տակ է Հայաստանի գոյությունը, ինչպես դա տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Բայց ինչու եք այդպես կարծում, որ այդ վատ հետևանքներ կլինի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը գնաց Թուրքիա, պատմական այց համարեց դա, ասաց, որ հիմա 0-ից սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կառուցումը։ Ինչ է արվել 8 տարում Թուրքիայի հետ։ Մի քայլ առաջ են գնացել։ Կամ ամոթ չես անում, որ ասում ես 0-ից է սկսվել։ Այդ որ Թուրքիայից թռել, որ կարիդորով է օթային թռել։ Ո՞վ է բացել դա։ Այս 0-ից, հա։ Հələ որ դրանից մի քայլ առաջ չես գնացել 8 տարվա մեջ։ Չնայած Ղարաբաղն էլ ես տվել, Ադրբեջանի բանել դեմնել ես, բաներել զիջել ամեն տեսակի զիջումներ արել, փաստորեն կզել ես Ադրբեջանը, բայց ամենից Թուրքիան էլ որ չի շտապում որևէ բան անելու, որևէ քայլ, ասենք, ենթանենք 1996-ին վարչապետության վերջի տարիներին 96-ի համեմատ որևէ քայլ արել ես։ Կարելի է ասել, որ մի քայլով լավ ենք հարաբերությունը, քան թե 96-ին։ Դուք ասում եք, այսքան հոտ ասել, ինչքան կարելի հասարակությանը խաբել։ Ինչքան կարելի հասարակությանը ասել Ղարաբաղը տվին, կտանք Հայաստանին, կարծես թե Հայաստանը չկար։ Կամ ինչքան կարելի ասել, հələ պետք է նայել Սուրբ Մարիամ Աստվածածին ու ումից աղիացել, նույնիսկ կոմիսիա նշանակել, որ ուսումնասիրեն։ Կամ ինչքան կարելի է քզնել Թուրքիային, ասել մենք մեր այբուբենը գողացել ենք։ Այս բոլորը չի աշխատում, չէ՞։ Կամ ինչքան կարելի է համանազատման ավանդակ անդադ Ադրբեջանի տարածքներ տալ։ Եվ որ դու ստանալիք ունեիր, ոչ տալիք։ Այդ պահանջների մեջ Ադրբեջանի նաև ամենակարևորը Սյունիքով միջանցը կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, խաղաղության խաչմերուկը եւ այդ հարցի հետ կապված է Թուրքիայում հետաքրքիր հայտարարություն արեց պարոն Բագրատյան Նիկոլ Փաշինյանն ասում է մենք պետք է այո բաց սահմաններ ունենան, գան, ինչքանով մենք պետք է Ստախոս մարդու վարվելակերպը սա է։ Ես ասում եմ եկավ ինձ մոտ Ռուզանան, ինձ հայոյ ես, դրա համար եմ ես հայոյ։ Ու դուք հեսում ես քնել, բայց ես հայոյ չեմ արել եւ այլ։ Ստախոս մարդու ասված։ Ինքը այդ խոսույթը որ տանում է, այնտեղ կարծեմ բանում Ստամբուլում ինչ որ բաների ինչ որ հայ համայնք անվանենք հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ես չգիտեմ ով կար այդ համայնքից այնտեղ անվանենք այդպես հիմա անգել ջան գոյություն ունի տրանզիտ գոյություն ունի միջանցք դու ո՞րն ես տալ ինքը մեզ անեկդոտա լոլո է ասում ոչ են խաչմերուկ է մտամիշ խաչմերուկ իրավական կատեգորիա չկա հասկանում եք ինքը ինչ ասում իր ասելուց ես հետո ասում դե նրանք միջանցքն ասում են խաչմերուկ տղա ջան ես քեզ հարցում դա տրանզիտ ճանապարհը թե միջանցք Տրանզիտը այն է, որ երկու կողմից էլ մուտքից էլ ելքից էլ կա սահմանապահ կա մաքսատում։ Դա կա։ Ասում է իրենց կողմից իրենք իրավազորության շրջանակում է լինելու, մեր կողմից մեր։ Մեր իրավազորության շրջանակում կարող դու ոչինչ չանես։
Ես ասում եմ մաքսազննում անցնելու են բեռները։ Կոնկրետ եմ ասում, երկու բան ընդամենը։ Տրանզիտ ճանապարհի պահանջը 100 պահանջ չի, սահմանապահ եւ մաքսատու։ Ինչ է նշանակում իրենց կողմից իրենց իրավարության սրանք հասույթներ են, խոսույթներ են, հասկանում եք, ոնց որ բոլորը սպասեին, որ ինքը Ենոքովանից գած մեր արդեն փոխեր էս բառերը, որոնք վաղուց հաստատված միջազգային բառեր են։ Միջանցքի պարագայում ինքը գալի ազատ անցնում է։ Ելնում աշխարհում մի 2-3 տեղ կա տես բան, 2-3 բան, ասենք լատինական ամերիկյան երկրների միջև։ Ընդհանրին Գվատեմալայի, Հոնդուրասի, Կոստա-Ռիկայի կամ Սալվադորի միջև։ Հիմա այսինքն երբ որ մենք ունենք իրերի այսպիսի դրություն, Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղության խաչմերուկ, Ադրբեջանն էլ ասում է վերջերս Հաջիևն էր ասում էր ես կերազեմ որ Ադրբեջանը ամբողջ միջանցք դառնա, ինչու են այդ միջանցք բառից Հայաստանում վատ զգում։ Հիմա մենք ի վերջո ձեր ասած այդ երկու կարևոր բաները եթե մեր ձեռքի տակ ունենանք, տանք այդպիսի ճանապարհ, այսինքն սահմանազատ տրանզիտ ճանապարհ խնդրում են բառն օգտագործեք։ Հաջիևը գիտի ինչ է խոսում։ Խորամանկ ադրբեջանցի է ինքը։ Նա նույնիսկ չի թողնում, որ այսօր մենք ընդհանրապես Ադրբեջանով ասենք, ես կերազերի միջանցքներ։ Այսօր որ կերազեր միջանցքա, թող Ռուսաստանի հետ սահմանը բացի, առանց տրանզիտի։ Իրանի հետ սահմանը թող բացի, թող միջանց դառնա Ադրբեջանը։ Այդպես բաներ խոսալուց առաջ։ Եվ տարօրինակն նա որ նա խոսում է, այստեղ մեկը գրագետ պատասխան չի տալիս։ Դե դու բացի հիմա։ Ես կերազեր, ինչ ես երազում, տղա ջան, գնա բաց։ Իսկ մեզ ընդհանրապես ոչ տրանզիտ, ոչ էլ միջանցք թույլ չեք տալի, որևէ կերպ Ադրբեջանով գնանք։ Հայաստանը պետք է տա Ադրբեջանի, կարող է տալ, իրավունք ունի տալ տրանզիտ ճանապարհ, պայմանով որ նույն ձևի տրանզիտ ճանապարհ Հայաստանն է ստանում Ադրբեջանի տարածքով։ Սա է ճիշտ խոսույթը։ Հասկանում եք, մնացած էս ոնց որ բլեֆ ան էլի, ոնց որ ինքնասման մեկ այն գյուղերում բարեմ չեն հասկանում, կամ թեկուզ քաղաքներում ժողովրդի մի զգալի մասը կամ մեծ մասը կամ փոքր մասը մեկը հիմարեն չեն հասկանում։ Պարոն Բակրատյան, դեռ Նիկոլ Փաշինյանը չէր վերադարձել, երևի ինքնաթիռը օդում էր, բայց արդեն Թուրքիայում ստորագրել է մի իսլամական երկրների մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանին պարտավորեցնում են, որ ադրբեջանցիներ պետք է վերադառնան այստեղ, այսինքն մի ձեռքով ասում է պատմական այց, մյուս ձեռքով իրեն անմիջապես մատուցում են այս պահանջը։ Ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ վերջ չի, որ ինքը չի կարա, ինքը արդեն պիտի հասկանա եւ հայ ժողովրդին ասի ես սխալվել եմ։ Նույնիսկ եթե այդ միջանցքը տա, միջանցքից բացի ուրիշ բան են ուզում։ Եվս 4 բան են ուզում։ Եվ ասում են պահանջում են Ադրբեջանի վերադարձ, հասկանում եք 85000 ադրբեջանցի ապրելուց եղել։ Հայաստանն էլ չի ասում, բա 600,000 հայերին ինչ են կանում Ադրբեջանի։ Բացի դա, ինչ որտեղ Նիկոլ Փաշինյանը ուզում է օգտագործել, ասում է, լսեք, եթե ադրբեջանցիները չվերադառնան, այս միջանցքին ինչա որ տանկ բրծնեն։ Ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը իսլամական երկրներ հելշվորել են, որովհետև Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել անվտանգության համակարգից, ռուսերին դավաճան անվանելով։ Փորձում են անվտանգություն գտնել Եվրոպա, Ամերիկան, նրանք հասկացում են, որ գնացեք դա մեր գործը չի։ Ի վերջո մենք կդառնանք այդ իսլամական երկրների բանը փայը, մեզ կբզկտեն, կվերացնեն, և շատ արագ դա տեղ կնեցան, 1-2 տարվա մեջ։ Այսինքն 1-2 տարվա մեջ, երբ որ ժամկետներ եք ասում տեղի են ունենելու Ադրբեջանի պահանջների կատարում, թե ինչ է տեղի ունենել։ Այդ միջանցքը որ տանք, մեկ էլ ավտոներով գալու են ադրբեջանցիները, 10,000 ընտրված մարդ կգա, ոչ թե ժողովուրդ երեխա կբեր, կասեն կմտնեն մեջ, ասեն մենք ստեղ ապրում ենք, մեզ չմոտենաք։ Այդ կապված է իրար, մտածված է միջանցք եւ այլն։ Ինքը փոխանակ սրա վրա կենտրոնանա։ Ինքը ես երկրի վարչապետն է, էլի, ի պաշտոնը պիտի պաշտպանի էլի երկիրը։ Բայց մենք արդեն իրանցում տեսանք ոնց է ինքը տալի, Գորիս Ճակատեն ճանապարհը տալը տեսանք, մենք տեսնում ենք Ջերմուկում զիջումները, Վարդենիսում զիջումները, եւ մենք տեսնում ենք, որ սա չի արվում։ Եվ այս նրբությունն է վերադառնալու ձեր առաջին հարցին, որ պիտի հասկանա Սամվել Կարապետյանը։ Մենք էլ ենք ունեցել գործարար, որ հենց երթումներ ա տվել, թե հասկանամ ենք անում ու հետա քաշվել։ Հետո սկսել է փնտրել ճանապարհներ մերձենալու Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա է խնդիրը։ Մյուս կողմից տեսեք, ինքը բարերար է, գործարար է, ներդրումային միջավայրի համար, ներդրում անողների համար, սա ինչ մեսիջ է բանում։ Դե թքած ունեն, ինչից ենք մենք խոսում։ Եթե Փաշինյանը այնտեղ քաղաքական հարց է տեսնում, քաղաքական վտանգ է տեսնում։ Փաշինյանը տեսնում է, Կարապետյանը, չգիտեմ, տեսնում է թե չէ, ոնց որ դա սկսում է հասկանալ, որովհետև բայց նրա հարասատները անում են այլ հայտարարություններ, բարերարի մասով եւ այլ։ Կարապետյանը հասկանում է, որ Փաշինյանը իր մեջ տեսնում է Ախոյան, քաղաքական Ախոյան։ Երկրի ղեկավարի պաշտոնի քաղաքական Ախոյան է տեսնում։ Դրա համար է ձերբակալ է։ Ի սկզբանե իր հայտարարությամբ ինքը պաշտպանում էր եկեղեցուն, որը վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ուղիղ թիրախում է։ Թողեն եկեղեցին, դա այլ հարց է, դա քաղաքական հարց չի։ Բայց եթե քաղաքական հարց ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան համառորեն պայքարում եկեղեցու Այդ ուրիշ բան է, դա եղել է պատվեր։ Ում կողմ։ Վերջին հաշվով եկեղեցու հետ Նիկոլ Փաշինյանի պայքարը ավարտվելու է ոչ մի բանով։ Միշտ պետությունը պարտվել է։ Մենք պետություն չենք ունեցել, եկեղեցի ունեցել ենք, պետություն ունեցել ենք, եկեղեցի էլի ունեցել ենք։ Թողեք, այդտեղ գլխավորը եկեղեցու դեմ պայքարը չէ։ Ես քաղաքական մարդ եմ։ Նիկոլ Փաշինյանը նույնպես քաղաքական մարդ է։ Նա վերացնում է պոտենցիալ քաղաքական հակառակորդի։ Վեհափառի դեմ արշավը ինչ քաղաքական հակառակորդ։ Քաղաքական չի, դա եկեղեցու դեմ արշավ է, հասարակական շարժում է։ Նա կարող է քաղաքական դառնալ, կարող է չդառնալ։ Իսկ եկեղեցու դեմ արշավը, որովհետև այն հենասյուներից մեկն է, որով պահվում է հայ ժողովուրդը եւ իր գործընկերները ճակերտավոր, լինի արևելքում, լինի արևմուտքում, մեզ անմիջապես ասում են եկեղեցուն էլ վերացրու։ Մեր պատմական սխալը կայանում է նրանում, որ նույնիսկ 1915-ին, երբ որ եղել է հայերի ցեղասպանություն, մենք չկարողացանք ցեղասպանել եկեղեցուն։ Այո, եկեղեցին ցեղասպանենք, հայ տարը ընդհանրապես կվերանա։ Սա ուրիշ հարց է։ Սա գոյաբանական, սա բաներ, հոգեկան, պատմական, չգիտեմ, հասարակական հարց է։ Բայց դա կապ չունի քաղաքական իշխանության հետ։ Հայ առաքելական եկեղեցին դեռս հայտ չի ներկայացել քաղաքական իշխանությունը վերցնելու։ Չէ՞ լուզում։ Բայց ասում են ակտիվ քաղաքական պայքարի մեջ է մտել։ Ով։ Եկեղեցու որոշ հոգևորականներ։ Այ, տեսեք, ասեցիք որոշ հոգևորականներ, հայ առաքելական եկեղեցին որևէ քաղաքական հայտարարություն չի արել։ Տեսեք, դուք էլ ասեցիք որոշ։ Եվ նրանք էլ հիմա կարծեմ կամ կարգալույց են արված, կամ պաշտոնանք են իրենց բաներում, Բագրատ Սրբազանին նկատի ունեք, հասկանալի է։ Նույնիսկ եկեղեցու շատերը քննադատում էին նրան, որ դիստանցիա պահելով, որ Բագրատ Սրբազանը հայ առաքելական եկեղեցու չի ներկայացնում, կամ միայն մասամբ։ Եթե գոյաբանական խնդիրներ է լուծում եկեղեցու դեմ արշավով կամ վեհափառի դեմ արշավով, այդ գոյաբանական խնդիրն ով է իր առջև դրել, ինքն է որոշել, որ Ես կարծում եմ, որ հարևանները, ասացի արևելյան եւ արևմտյան հարևանները։ Մեր արևելքում որ պետությունն է, մեր արևմուտքում որ պետությունն է։ Նրանք։ Իհարկե, երբ որ մենք Ադրբեջանից մեսեջներով, Ադրբեջանի հետ համատեղ այդ գործընթացներով ենք պայմանավորում սա, իշխանությունն ասում է անհեթեթ է դա, մենք ինքնուրույն մեր խնդիրները չենք ուզում վերհանել, ամեն ինչ Ադրբեջանով ենք պայմանավորում։ Օրինակ ասում է, այդ կուսակրոնության հարցն ինչ կապ ունի Ադրբեջանի հետ, եթե խախտում կա։ Կուսակրոնությանը իր ինչ հարցն է։ Կուսակրոնության հարցը իմ ու քո հարցն է։ Մենք դեմ ենք, խտնում ենք խախտելը, գնանք պայքարենք։ Դու գալիս ես խառնակցություն ես անում, որ ինչ։ Կուսակրոնության հարցը գոնե դու մի բարձրացրու։ 3 հատ թե 4 հատ երեխա ունես, ինքդ ամուսնացած չես։ Ասում եմ, ես աշխարհիկ մարդ եմ, այն հոգևոր դասը պիտի Բաքու լինի եկեղեցին։ Բայց ինքը ինչ գիտի, ինքը մոմբռնողն է եղել։ Ինքը ինչ գիտի, մաքուր է թե չէ։ Թող մեզ մի հատ կարգին բան ասի։ Եթե մեզ ասի, որ ես խախտած եմ, եթե ես վստահ ալնեմ, որ խախտվել է, ես էլ ոդկա կարող եմ կանեմ, կասեմ չեղավ։ Այսինքն պետք է հիմնավորված խոսի։ Ինչ։ Հիմնավորված խոսի, Ընդհանրապես չպետք է խոսի, դա իր գործը չի։ Իսկ եթե խոսում է որպես հավատավոր, ոչ թե որպես վարչապետ, չէ՞ որ կառավարության նիստին ասես մի հատ քննեք զեկուցեք։ Դե արդեն չեղավ։ Դատավորնով պիտի լինի այդ դեպքում, եկեղեցու պարագայում, ասենք, եթե հարց կա, ով պիտի լինի դատավորը, քո ինչ գործ է խառնում ես իրար։ Եկեղեցու պարագան այսպեսին է, ժողովուրդը դատում է ընդհանուր ինֆորմացիա ունենալով եւ այլն, դատում է եւ ազդում է պատվիրակների վրա, որոնք կաթողիկոս են ընտրում պարբերաբար։
Տեսնում եմ եկեղեցին ժողովրդին է, ժողովուրդը պետք է որոշի։ Հա թե ժողովուրդը որոշի հարց խես, բակառավարության նստի խես խոսում։ Հանձնարարություն ես տալի անվտանգության բաներին, ասում ես բան արեք, հանձնարարություն ես տալիս, քեզ զեկուցումներ ներկայացնեմ։ Խես խառնում։ Պարոն Բագրատյան, նորից վերադառնալով պայքարին, երբ որ ասում եք Սամվել Կարապետյանը պետք է պայքարի այդ ձեռնոցը վերցնի, առաջ գնա։ Դուք ինչպես եք տեսնում այդ պայքարը։ Իվանիշվիլու օրինակը բերեցիք։ Շատ հանգիստ։ Սամվել Կարապետյանը ստեղծում է կուսակցություն կամ չի ստեղծում։ Հավաքում է իր շուրջը բոլոր, որովհետև քաղաքական ուժերի մեծ մասը ընդդիմադիր են այսօր, բոլոր ընդդիմադիրներին հայտարարում է, որ մեծ կոալիցիա եմ ստեղծում, ես եմ առաջնորդում, ինքը կարող է ցուցակում լինի, կարող է ցուցակում չլինի, դա էական չի։ Եվ իհարկե նաև ֆինանսավորում այդ ամեն ինչը։ Իսկ մտավախություն չկա, որ այդ բոլորին հավաքեց իշխանությունը շատ հանգիստ կասի, այդ նախկիներն են, ինչպես այս տարիների ընթացքում։ Չկարասի։ Անդադ ինչքան է, նախ ժողովուրդն ամփոխվել։ Այսօր երբ որ նա նախկինների անունա տալի, նույն նախկինների նկատմամբ ժողովուրդը դες չի զայրանում արդեն, որովհետև 8 տարի ինչքան կարելի է դա ասել։ Երկրորդը Սամվել Կարապետյանը գործարար է մեծ հարուստ, նա չի հարստացել բանում Հայաստանում։ Բայց ինքը նաև Ռուսաստանի քաղաքացի է, այստեղ ամեն դեպքում Ռուսաստանի գործոնը որքան է։ Ինքը Հայաստանի քաղաքացի է նախև առաջ։ Ինքը կարա Հայաստանից բացի 100 այլ երկրի քաղաքացի լինել։ Դա օրինական է։ Ով կարա Ռուսաստանի գործոնը, ինչի Ռուսաստանի գործոնը չի։ Ինչի է Ռուսաստանի գործոնը։ Նա այստեղ բիզնեսներն է, եւ այդ բիզնեսներից կարող է շատ լավ միջոցներ հատկացնել քաղաքական պայքար ծավալելու։ Չէ, իմ ասածը հետևյալն է. տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն է ուզում։ Բայց իհարկե ուզում, ով չի ուզում։ Ով չի ուզում։ Նույնիսկ Մակրոնն է ուզում, այսինքն հոգնել են իրենից։ Ով չի ուզում։ Բացի իսլամական աշխարհից, մամեդական աշխարհից են էլ ոչ բոլորը, բոլորն էլ ուզում են, որ ինքը գնա, բոլորին խափում է։ Ռուսաստանը կարող է ուզում, կարող է չի ուզում, Ռուսաստանը չի ասել ուզում են։ Համենայն Ռուսաստանը չէ, որ 2021 թվին իրան պաշտպանեց ընտրություններից նախորդին։ Ինչ գիտեք, ինչ կլի 2026-ին։ Այսինքն խնդիրը այդ չի։ Մենք քաղաքական հարց ենք քննարկում։ Այդ ոնց է Սորոսը կարա ֆինանսավորի իր հեղափոխությունը, Սորոսական իր 2018 հեղափոխությունը։ Ռուսաստանի բիզնեսմենը, որ Հայաստանում բիզնես ունի, չի կարող միջոցներ տրամադրել քաղաքական պայքարի համար։ Հիմա իր բիզնեսների հետ կապված գործընթացները ձեզ ինչ է հիշեցնում, Տաշիր պիցայի, նույն հետի հետ կապված, այդ կարելի է տնտեսական տերորի շրջանակում տեղավորել։ Սրանով կամ հնարավոր է Սամվել Կարապետյանի վախեցնել, հետ կանգնեցնել։ Ես չգիտեմ, ես ասում եմ Սամվել Կարապետյան, քեզ քաղաքական ձեռնոց անետ, ընդունի այդ ձեռնոցը։ Ու կհաղթես։ Այսինքն իր հաղթելու շանսերն ավելի մեծ են, քան Հայաստանում քաղաքական ուժերի։ Այո։ Նա ինքը Հայաստանի, նա կարող է վարպետորեն օգտագործել քաղաքական ուժերը։ Շատ է։ Եթե ոչ, չասեմ բոլորը համաձայն կլինեն դրան։ Օգտագործել ինչպես, պարոն Բագրատյան, տեսեք, որովհետև որ ասում եք, մի քիչ փակագծերը բացենք։ Մենք տեսել ենք քաղաքական ընդդիմադիր պայքարի տարբեր ձևեր այս տարիների ընթացքում, փողոցային պայքար, նույնիսկ իմպիչմենտի գործընթացից են խոսում։ Այս բոլորը կարծեք թե ոչ մի ձևով ցանկալի արդյունքի չի բերել։ Իհա մի օր կրկնելու ենք, չէ՞։ Մի օր հաղթելու է, չէ՞, մի օր պարտվելու է, չէ՞, Փաշյանը։ Փաշյանը բոլոր դեպքերին պարտվելու է։ Եթե հաջողացնի կործանել Հայաստանի Հանրապետությունը, թուրքերն ու ադրբեջանցիները իրան էլ չեն ներելու, իրան չեն թողելու, որ կառավարիչ մնա։ Իրանց պետք չէ այդ գլխացավանքը։ Շատ սիրուն առանց աղմուկի կվերացնեն իրան։ Այսինքն համոզված եք, որ 26 թվին այլևս քաղաքացիական պայմանագիր իշխանության չի լինի։ Այո, իհարկե ժողովուրդը չի ուզում։ Բայց ուրիշ հարց է, այ եթե չի ուզում, հնարավոր է ժողովրդի ձայնը ուղղել ստեղ։ Այդ դա կարող է անել Սամվել Կարապետյանը։ Կարող է կանչել, հրավիրել ժողովն անի, ասի այսքան այս էլ իմ կուսակցությունն է, այս էլ այդ բոլորը մենք համաձայն ենք, որ ինքը դա գլխավորի։ Թողանի, իրեն քաղաքական ձեռնոց է նետված։ Ինքն էլ Հայաստանի քաղաքացի է, չէ՞։ Ինքը ոչ միայն Հայաստանի քաղաքացի է, ինքը այստեղ ունի նաև գործարարների շրջանակ, բավականին սերտ համագործակցում է, մտերիմ է, որոնք հիմա իշխանության հետ են։ Այդ գործարարներին կարողանա ինքը իր դաշտ բերել։ Ես չգիտեմ, դա ոչ չեն, այդ գործարարներն չեն հետաքրքրում։
ուզում եմ մի փոքր անդրադառնանք նաև Իրան-Իսրայել այս հակամարտությանը, մասնավորապես այսօր հայտնի դարձավ, որ Իրանը փակում է Հոմուզի այդ նեղուցը, որը ըստ տարբեր տնտեսական հաշվարկների բավականին մեծ խնդիրներ է ստեղծելու։ Արդյոք այդ խնդիրների ազդեցությունը կունենա նաև Հայաստանը։ Խնդիրների ազդեցությունը Հայաստանը կունենա, բայց Իրանը պարլամենտն է որոշը փակել, բայց Իրանը դեռ չի ասել փակում եմ։ Վերջնական խոսքը պատկանում է հոգևոր առաջնորդին։ Եթե փակվի, ինչ խնդիրներ Եթե փակվի խնդիրները, մոտավորապես 20% նավթի գինը կբարձրանա, բայց Հորմուզի նեղուցը փակելը հասկանանք, որ Իրանի նավթի հիմնական սպառողը Չինաստանն է։ Ընդհակառակը մեջ ասած ամերիկան կուզի, որ Իրանը Հորմուզի նեղուցը փակի։ Ես կողք չեմ, որ Իրանը փակի, որովհետև Իրանը զրկում է իրան նավթի արտահանման հնարավորությունից, որովհետև դրանից հետո Հորմուզի նեղուցը փակելուց հետո եթե նույնիսկ Իրանը բաց թողի իրանական նավթատարները դուրս գան նեղուցից խփելու են։ Եվ այսինքն ինչ վերաբերում է նավթին, ապա Հորմուզի նեղուցը փակելով ինքը փակում է Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրատների նավթի ճանապարհը, Սաուդյան Արաբիան մնում է։ Այսինքն փակել նավթի ճանապարհը չի ստացվում։ Եվ սա լուրջ առիթ է լինելու, առիթ է տալու Միացյալ Նահանգներին այլ ավելի խստորեն ռմբակոծելու այդ ամենը։ Ես Հորմուզի նեղուցը փակելու մեջ չեմ տեսնում ինչպես պետք է եւ կարելի է հարցեր լուծել։ Իսկ ընդհանուր ձեր գնահատականը այս պատերազմին ո՞րն է։ Ինչ կլինի, ինչ Սա ագրեսիա է Իսրայելի կողմից Իրանին, Իսրայելին միացավ Միացյալ Նահանգները, իբր թե այդ երկիրը ունի միջուկային զենք, ստացվում է որ չունի էլ, ոչ մի տվյալներ չկան միջուկային զենքի, եւ եթե մի օր պատկերացնենք, որ ի վերջո գան բոլորը ստուգեն, հանկարծ հայտնաբերել են, որ միջուկային զենք չկա։ Շատերը կարող են ասել միջուկային զենք չկա, այսօր չկա, վաղ կարա լինի։ Վաղ կարա լինի, Էրդողանը հայտարարում է, որ շուտով Թուրքիան կունենա միջուկային զենք, հետո։ Հասկանում եք։ Վաղ ամեն ինչ կարա լինի։ Դա ինչ արգումենտացիան շատ թույլ է։ Եվ վստահ եմ, որ այնուամենայնիվ ոչ Ռաֆայելը Գրոսին, ոչ էլ ամերիկյան հետախուզությունը չեն ասում, որ միջուկային զենք կա։ Ի վերջո ռմբակոծը չէ, Նաթանզը, Ֆորդոն եւ Իսպահանը ռմբակոծվեց, ոչ մի ռադիացիա չկա։ Դա նշանակում է, որ չկար։ Գիտեք, ես հիմա կենտրոնական հետախուզությունը չեմ Միացյալ Նահանգների, որ ձեզ ասեմ։ Դա նշանակում է, փակ չկա։ Սադամ Հուսեյնին կախեցին, չէ՞։ Գտան միջուկային զենք։ Ասադին հանեցին, չէ՞։ Գտան քիմիական զենք։ Հիմա Իրանում իշխանափոխության են ձգտում։ Թրամփը հայտարարել էր, որ կարևորը իշխանափոխությունն է։ Սպասեք։ Վերջի բաները ես այսօր 2 ժամ չեմ նայել։ Վերջի բանը այսպես է։ Եթե Իսրայելը պնդում է իշխանափոխության վրա, Իսրայելը պնդում է 3 բանի վրա. իշխանափոխություն, միջուկային զենքի նկատմամբ արգելանք եւ հրթիռների արտադրության դադարեցում։ Միացյալ Նահանգները պնդում են միայն միջուկային զենքի մասով։ Եկեք ճիշտ հասկանանք։ Տրամպը չի ասել հլվոր, որ ինքը ձգտում է Իրանում իշխանափոխության։ Եթե ներկայիս իրանական ռեժիմը կարող է Իրանը կրկին հզոր դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, հայտարարել է Թրամփը։ Չէ, բայց դա պահանջ չի։ Այո, պահանջ չի դրվել, բայց կներեք, պահանջ։ Իսրայելն ասում է, ես 3 պահանջ ունեմ։ Միացյալ Նահանգները ասում է, ես մի պահանջ ունեմ։ Դա խորհուրդ է, պահանջ չի։ Այսինքն ես իրավացի եմ։